Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Երզնգայի զինատատար եւ Արևմտյան Հայաստանի իրավաքաղաքական նշանակությունը Արմենակ Աբրահամյան, Արևմտյան Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը Վարձկի նոր թիվին մեջ, Western Armenia շաբաթաթերթի 105-րդ թիվը լույս տեսավ, Էլ-Տատբեն Ահարոնի գիրքը հայրույթ ցեղասպանության ժխտման աշխարհաքաղաքականության մասին, Զեկույցը կփաստարկի Արցախի շրջափակումն ու բռնի դեղահանությունը, անօթաչու թռչող սարքով արձանագրված են Մունզուրի լեռներուն մեջ վտանգված վայրի այծերու խումբերը, երբ Կոմիդասի երկը հայրենիք կդառնար, Արցախյան պախլավա, ավանդության եւ քաղցր հիշողություններու համը։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքին զորավար Անտրանիկի մասնակցությամբ ռուսական զորամասերը մտան Արևմտյան Հայաստան եւ ազատագրեցին տարածքներ մինչեւ Երզնգա։ Այնտեղ էլ 1917 թվականի դեկտեմբեր 18-ին ստորագրվեցավ զինադատարը, որ կարևոր էր ոչ միայն ռազմական, այլ նաեւ իրավաքաղաքական առումով։ Կարևոր է ընդգծել, որ համաշխարհային պատերազմին առաջին զինադատարեն մեկը կնքվեցավ Արևմտյան Հայաստանի մեջ։ Այս զինադատարը լուրջ հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի իրավական պայքարին համար։ Այս շրջանին Օսմանյան տարածքին մեջ կաբրեին շուրջ 15 միլիոն մարդ, որոնց 1/3-ը հայեր էին, մասամբ քրիստոնյա, մասամբ բռնի իսլամացված։ Ցեղասպանության ընթացքին թուրքական զորքերը կբնաչնչեին հայ ընտանիքներ, իսկ որբացած երեխաները բռնի գերբով զինվորականացվելով կներքաշվեին բռնության շղթային մեջ։ Ցեղասպանութենեն յետ Արևմտյան Հայաստանի մեջ տակավին կգտնվեին շուրջ 500,000 հայ եւ մոտ 2,5 միլիոն մուսուլման հայեր։ Ընդհանուր առմամբ շուրջ 3 միլիոն հայ գշարունակեր ապրիլ իր պատմական հայրենիքին մեջ, մինչդեռ 100,000-ավորներ գաղթեցին հատկապես Ամերիկա, Ռուսաստան եւ Սուրիա։ Զինադատարեն յետք Ռուսաստանը հրամանակրով հայտարարեց իր զորքերու դուրս բերումը Արևմտյան Հայաստանեն։ Լենինի կողմէ 1917 թվականի դեկտեմբեր 29-ին ստորագրված հրամանակիրը կճանչնար Արևմտյան Հայաստանի, Թուրքահայաստանի ինքնորոշման իրավունքը մինչեւ անկախություն, զայն դիտելով որպես առանցին քաղաքական միավոր։ Շուշիի հռչակագրով Թուրքահայաստան անունը փոխարինվեցավ Արևմտյան Հայաստանով։ Նույն իրավական մոտեցումով Ռուսաստանը ջանցավ նաև Ֆինլանդիայի անկախությունը, ինչ որ կվկայե, թե Արևմտյան Հայաստանի անկախության ճանաչման իրական քաղաքական հնարավորություն արդեն գոյություն ուներ եւ այսօր ալ ունի հիմնարար նշանակություն հայ ժողովրդի պատմական ու իրավական իրավունքներու տեսակետեն։ Լույս տեսած է Վարձք թերթի նոր թիվը նվիրված Արևմտյան Հայաստանի հարուստ պատմության եւ բազմատարյա ժառանգության։ Հրատարակությունը կներկայացնի Արևմտյան Հայաստանի պատմամշակութային կյանքին խորքային անդրադարձներ, բացահայտելով մորցված էջեր, հիշողություններ եւ արժեքներ։ Թիվին մեջ տեղ կդածեն ուսումնասիրություններու պատմագրական նյութեր, ներառյալ Արամո գյուղի անցյալը ներկայացնող պատմական հուշեր, որոնք կվկայեն հայ ժողովրդի իր հայրենի հողին եւ մշակույթին հետ անկախտելի կապը։ Վարձք թերթի խմբագրական կազմի Ռաֆիկ Կորտոշյան, Հասմիկ Հովանիսյան, Էմմա Աբրահամյան, TV թողարկման պատասխանատուն է Ռաֆիկ Կորտոշյան։ Վարձքը կշարունակե գործել որպես հիշողության պահպանման եւ ազգային ժառանգության արժեվորման կարևոր հարթակ, գոչ ուղղելով ընթերցողին ճանչնալու, հիշելու եւ փոխանցելու Արևմտյան Հայաստանի պատմական ճշմարտությունը հաջորդ սերունդներուն։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 105-րդ թիվը ներկայացնելով պատմամշակութային արժեքավոր նյութեր։ Շաբիկին պատկերված է Վանի Փերթը որպես տարածաշրջանի հնագույն քաղաքագրթական ժառանգության խորհրդանիշ։ Թիվին մեջ անդրադարձ կա Ջուղայի խաչքարերու գործված աշխարհին 1915-ի ողբերգական դեպքերուն եւ Ավետարանոց գյուղի տարածքին գտնվող վիշապակարին, որ ներկայացված է որպես Արցախի հնագույն սրբավայրերեն մեկը։ Առանցին հրապարակումը նվիրված է Դերսիմի գյուղերու իսկական անուններուն, բացահայտելով անոնց հայկական լեզվական արմատները։ Western Armenia շաբաթաթերթը կհրատարակվի հայերեն, թուրքերեն, անգլերեն եւ ֆրանսերեն տարբերակներով, նպաստելով հայկական պատմության եւ ժառանգության միջազգային ճանաչման։ Edinburgh University Press-ը հրատարակած է պատմական Էլ-Տատբեն Ահարոնի գիրքը Իսրայել-թուրքական հարաբերությունները սառը պատերազմի ավարտին եւ հայրույթ ցեղասպանության ժխտման աշխարհաքաղաքականությունը։ Գիրքը կբացահայտե, թե ինչպես 1980-ականներուն Իսրայել-Թուրքիա գաղտնի համագործակցությունը կապված էր Անկարայի ցեղասպանության ճանաչումը կանխելու ջանքերուն։ Աբակախնազերծված ամերիկյան եւ իսրայելյան արխիվներու հիման վրա հեղինակը կցուցադրե, թե Իսրայելը բազմիցս ռազմավարական շահերը կերատասեց պատմական արդարութենեն, ներկաշվելով ժխտման քաղաքականության մեջ։ Գիրքը գտիդարգե նաև դարաշրջանային զարգացումները եւ Թուրքիո ու Իսրայելի ներքին քաղաքական հակասությունները, ընդգծելով անոնց երկարաժամկետ աստեցությունը։ Անիկա կարևոր ներդրումն է հայրու ցեղասպանության, հիշողության, քաղաքականության եւ միջազգային հարաբերություններու ուսումնասիրության մեջ։
Արցախի շրջափակման եւ հայ բնակչության բռնի դեղահանման հետևանքները փաստագրող զեկույցը պատրաստված միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի եւ արդարադատության եւ մարդու իրավունքներու հայկական իրավական կենտրոնի կողմէ կբացահայտե մարդու իրավունքներու զանգվածային խախտումները անձնական վկայություններով։ 83 հարցազրույցներու հիման վրա զեկույցը կնկարագրե շրջափակման, սեպտեմբեր 19-ի հարձակման եւ դեղահանության ընթացքին ստեղծված ծանր պայմանները, սնունդի, ջուրի, ուժանուտի, բուժօգնության, գրթության եւ անվտանգության լուրջ խնդիրներով, ընդգծելով երեխաներու հոգեբանական վնասներն ու ընտանիքներու նյութական ու մշակութային գորուսները։ Զեկույցը կուտա նաեւ իրավական գնահատական, նշելով գործողություններու համագարկված բնույթը Արցախի հայ բնակչության գոյությունը վերացնելու ուղղությամբ եւ ներկայացված է միջազգային քրեական դատարան։ Անիկա հիմք կծառայե ապակա իրավական գործընթացներուն, դեղահանվածներու իրավունքներու պաշտպանության եւ վերականգնման քաղաքականություններուն։ Երզնգա եւ Դերսիմ նահանգներուն միջև գտնվող Մոնզուրի լեռներուն մեջ անօտաչու թռչող սարքի միջոցով արձանագրված են անհետացման վտանգի տակ գտնվող վայրի կենդանիներու խումբեր։ Մինչև 3300 մետր բարձրացող Ցյունածածկ Մոնզուրի լեռներուն մեջ տեսախցիկը արձանագրած է ձուր եղջյուրներով վայրի այծեր, որոնք խումբերով գարած են լեռներուն վրա եւ երբեմն գիչնեն մինչև 1000 մետր բարձրություն։ Դեսակրության մեջ հստակ կերևի թե ինչպես այս ճգուն կենդանիները վարպետորեն կբարձրանան զարիտապ լանջերով, սնունդ որոնելով։ Այս բացառիկ պատկերները անգամը եւս կշեշտեն Մոնզուրի լեռնաշղթայի գենսաբազմազանության կարեւորությունը եւ վայրի բնության պահպանման անհրաժեշտությունը։ Այսօր Գոմիդասի երկերը լսելով, որքանով մարդը կենթարկվի ներգործության դժվար է ասել, բայց մեկ բան հաստատ է։ Բոլոր անոնք, որոնք բախտը ունեցած են Գոմիդասը տեսնելու իրենց աչքերով եւ լսելու իրենց ականջներով, ապրած են աննկարագրելի զգացումը, որ բարերով գրեթե անկարելի է փոխանցել։ Այդ խոր եւ աստեցիկ զգացումը հատկապես ապրած են հայրենիքեն հերու գտնվողները։ Գոմիդասի փոխանցած ապրումը հասկանալու համար պետք է որոնել եւ գարտալ հին վկայությունները։ Գոմիդասը լսել է յետք իր դպավորությունները քրի արածներեն մեկը հայ արձակագիր Տիգրան Գամսարականն է, ով բախտը ունեցած է Եգիպտոսի մեջ լսելու մեծ վարդապետը։ Գամսարական այդ դպավորությունները հրապարակած է Բոլսո մեջ լույս տեսնող Դաջար շաբաթաթերթին մեջ 1911 թվականին։ Պետք է նշել, որ Գամսարականի մայրենի լեզվի վարպետություն ու գեղարվեստական բարձր գնահատանքի արժանի են։ Գոմիդասը այն մեծ վարպետն էր, որուն երաժշտությունը գրնար հայրենիքը փոխանցել օդարության մեջ ապրող հայու սրտին։ Անոր երկերը կզարթնեցնեն հայրենասիրություն, կմիացնեն հայերը եւ կցկեն անմոռանալի դպավորությունը, որ շատ անգամ բարերով կարելի չէ բացատրել։ Գոմիդասի արվեստը միայն երաժշտություն չէ, այլ սրտի ու հոգիի ուղեցույց, մշտապես հիշեցնող հայրենիքի անշնչելի ներկայությունը։ Հարգելի հայրենակիցներ, նույն ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական կայքեն։ Արցախյան փախլավան բարձ քաղցավենիք մը չէ, այն սերունդե սերունդ փոխանցված ընտանեկան ավանդություն է, տոնական սեղանի անբաժանելի մասը եւ դան չերմության խորհրդանիշը։ Յուրաքանչյուր շերտը կգրե Արցախի խոհարարական մշակույթի հարստությունը հոգադարձ ձեռքերու ջերմությունը, պատրաստման եղանակ, դա գաթին մեջ լուծել խմորիչ շուշակարը, ավելցնել ձուն, հալած կարակը, աղն ու աստիճանաբար ալյուրը, հունցել փափուկ խմորմը, ծածկել ու ցկել հանգստանա մոտ 1 ժամ, միջուկին համար խառնել մանրված ընկույզը շաքարին եւ գասյային հետ, խմորը բաժնել ուտեն 10 կունտի եւ յուրաքանչյուրը բարակ շերտով բանալ, դասավորել շերտերը յուրաքանչյուր 2 շերտի միջև դարածելով ընկույզի միջուկը, վրան կսել գարակ, գդրել շղանգունացեև եւ թխել մոտ 40-45 վայրկյան մինչև ոսկեգույն դառնա։ Մերն ու ջուրը եպել 5-7 վայրկյան եւ դակ փախլավային վրա լեցնել դակ օշարակը։ Փախլավան այսօր ալ կմնա Արցախի խոհանոցային ինքնության կարևոր բաղադրիչը, փոխանցելով մշակութային ժառանգությունը նոր սերունդներուն քաղցր եւ անմոռանալի համով։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախադեсած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։